Եվ այս պահին տեսակապով զրուցելու եմ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Պարոն Ղևոնդյան, սիրով ողջունում եմ ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է կրկնել իրենց կեղծ քարոզչական թեզը, թե Ղարաբաղի Ադրբեջանի կազմում մտնելու որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետի անմիջական մասնակցությամբ։ Դեռ նախքան Պրահայի արձանագրությունը Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, որ Արցախը ադրբեջանական մաս է Ադրբեջանի կազմում։ Հիմա որն է ռուսական կողմի, հատկապես արտգործնախարար Լավրովի այս քարոզչական կեղծ թեզի տարածումը, հատկապես այս փուլում համեցեք։ Ռուսաստանը ակնհայտորեն արդեն նշանակել է Հայաստանին որպես տարածաշրջանում իր շահերի դեմ գործող դերակատար, փաստացի թշնամի, ինչի մասին խոսում են թե տարբեր պաշտոնյաներ, թե լրագրողներ, թե իշխանամերձ փորձագետներ, եւ այս տրամաբանության մեջ ամեն ինչ պետք է շուռ տալ Հայաստանի վրա։ Պետք է շուռ տալ Հայաստանի վրա թե Արցախի կորուստը, պետք է շուռ տալ Հայաստանի վրա թե ռուս խաղաղապահների անգործությունը, պետք է շուռ տալ Հայաստանի վրա ռուսների հնարավոր անհաջողությունները տարածաշրջանում, ինչը ենթադրվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ ակնհայտորեն Հայաստանը փորձում է այլ անվտանգային հնարավորություններ գտնել, իսկ դա թույլատնելու է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, եւ սա եւս պետք է ռուս ղեկավարները, Ռուսաստանի իշխանությունը ինչ-որ կերպ իրենց ժողովրդին բացատրեն։ Եւ բացատրությունների համար լավագույն թիրախ ընտրվել է Հայաստանի իշխանությունը։ Տեսեք, Լավրովը նաև նշում է, որ Հայաստանի իշխանությունը կարող է դժգոհ լինել ռուսական կողմից, հապկի աշխատանքից եւ անվտանգային առումով նոր գործընկերներ որոնել այլ կողմերում, բայց դա բազմադարյա ռուս-հայկական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա եւ այստեղ հատկապես կարեւոր է ձևակերպումը Լավրովի Հայաստանի Հանրապետության ժամանակավոր իշխանությունը։ Այստեղ Լավրովը մոռանում է, որ ժողովրդավարական ցանկացած երկրում իշխանությունը լինում է ժամանակավոր։ Այս կերպ եւս մեկ անգամ փորձում է ցավեցնել հայ ժողովրդին եւ իշխանությանը։ Իհարկե Լավրովը մոռանում է, որովհետև իր երկրում իշխանությունը ժամանակավոր չէ եւ իրենց կարծիքով իրենք հավերժ են, սա հեգնանքի տոնով, բայց ինչու հեգնանքի տոնով, որովհետև այդ ժամանակավոր բառը ասելով Լավրովը իրականում հեգնանքի էր վերածում այն ամենը, ինչ ասել էր մինչ այդ, այսինքն այն, որ Հայաստանը կարող է դժգոհ լինել եւ կարող է փորձել գտնել այլ անվտանգային հնարավորություններ։ Իրականում մի կողմ թողնելով Լավրովի հեգնանքը, Հայաստանը այդպես էլ վարվում է եւ կարիք չունի, որպեսզի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դրա թույլտվությունը տա։ Պարոն Ղևոնդյան, Ռուսաստանը նաև այս հայտարարությունների հետ մեկտեղ սկսել է տնտեսական կարծես պատժամիջոցներ կիրառել հայկական ապրանքների նկատմամբ, թիրախում առաջին տեղում հայկական կոնյակն է, հայկական կոնյակով բեռնված 60 բեռնատարներ վերին լարձում են արդեն 2 շաբաթից ավելի, ռուսական կողմն ասում է, որ պետք է փորձաքննություն անցնեն եւ իսկությունը պարզեն։ Սա ռուսական կողմի Հայաստանին ուղված, հա, կտանքների, հա, այսպես ասեմ, եւս մեկ դրսևորում է։ Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակությունն է։ Հայաստանը ցավոք սրտի մինչև գործողությունը անելը շատ ավելի շատ խոսում է, ինչը ակնհայտորեն մեզ վնաս է բերում եւ ոչ մի օգուտ չի բերում։ Տեսեք, մեկ փաստ ընդունվեց արդեն վավերացվեց Հռոմի ստատուտը, բայց Հռոմի ստատուտը վավերացվեց Սահմանադրական դատարանի կողմից այն սահմանադրությանը համապատասխան ճանաչելուց 10 ամիս հետո, եւ այդ 10 ամիսների ընթացքում մենք հանրային մակարդակում գիտենք, կարծում եմ իշխանությունները շատ ավելի լավ գիտեն, թե ինչպիսի ճնշումների, ինչպիսի խնդիրների են իրենք բախվել, որոնք կարող են չլինել, օրինակ, եթե ստատուտը վավերացվեր հենց հունվարին կամ փետրվարին, այսինքն 1-2 ամիս հետո, այնուամենայնիվ այս պահին վավերացվեց եւ կարծում եմ որոշակիորեն կթուլանա այն ճնշումը, որը կար դրա հետ կապված, բայց այսպեսով ամեն ինչ չի վերջանում, այլ ամեն ինչ միայն սկսվում է, որովհետև կարծես թե Հայաստանի նոր անվտանգային ճարտարապետության ձևավորման ճանապարհին սա առաջին քայլն էր, հուսանք կհետևեն նաև մյուս քայլերը, ես ճիշտն ասած լավագույնը կհամարեմ հապկից դուրս գալու
վերաբերյալ գործընթացի սկսման վերաբերյալ հայտարարությունը, ինչը իհարկե հակազդեցություն է բերելու, շատերը խոսում են այն մասին, որ այդպիսով Ռուսաստանը կարող է շատ ավելի մեծ ճնշում բանեցնել, կարող է շատ ավելի լուրջ գործիքներ օգտագործել, բայց մյուս կողմից Ռուսաստանը արդեն օգտագործում է այդ գործիքները եւ օգտագործելու է անկախ այն բանից, մենք դա այսօր կհայտարարենք 3 ամիս հետո թե 1 տարի հետո։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելի շատ գործել, քան խոսել։ Տեսեք, մենք բազմիցս հայտարարում ենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը ուղղված չէ ռուսական կողմին, Ռուսաստանին, այլ Ադրբեջանին, բայց ռուսական կողմից շարունակում են ճնշումները։ Կրեմլը չի հասկանում, թե չի ուզում հասկանալ այս ամենը։ Տեսեք, Հռոմի ստատուտի վավերացումը ամենաառաջինը ուղղված է Հայաստանի անվտանգային հնարավորությունները ամրապնդելուն։ Իսկ բնականաբար, եթե ամրապնդվում են Հայաստանի անվտանգային հնարավորությունները, Հայաստանը ավելի քիչ կախում է ունենում այլ անվտանգային գործընկերներից, այդ թվում առաջինը Ռուսաստանից։ Եվ Ռուսաստանը չի ցանկանում այդ իր ազդեցության լծակը կորցնել։ Սա պատճառներից մեկն է։ Կան եւս մի քանի պատճառներ, որոնցից մեկը օրինակ Ադրբեջանի պաշտոնային նկատմամբ հնարավոր սահմանափակումներն են, ինչը խանգարելու է Ռուսաստանին, որը փորձում է իր դաշնակիցների մերձավոր դաշնակիցների, այս դեպքում Ադրբեջանին այդպեսին համարենք, դաշնակիցների միջոցով որոշակի արտաքին ակտիվություն ձևավորել, արտաքին քաղաքականություն իրականացնել, հաշվի առնելով, որ իր պաշտոնյանից շատ-շատերը, այդ թվում նախագահը սահմանափակումներ ունեն արտաքին քաղաքական դաշտում եւ բազմաթիվ այլ պատճառներ եւս կան, բայց գլխավոր պատճառը Հայաստանի վրա ազդեցության թուլացումն է։ Եվ նաև շեշտեմ, որ Գրիգորի Կարասինն էլ նեղվել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակման առաջարկից, այն սկանդալային է որակել եւ ասել, որ մարդիկ այս ամենով դիվիդենդներ են, միավորներ են շահում։ Մենք նորից գալիս ենք իմ նշած խնդրին, մենք խոսում ենք, բայց քայլեր կամ չենք անում, կամ անում ենք շատ ուշ, եւ դրա հետ կապված մենք ստանում ենք այսպես ճակերտներում ապտակներ։ Սա եւս մի այդպիսի դեպք է, եթե այդպիսի բան է քննարկվում եւ այդպիսի բան պիտի արվի, այդ քննարկումները եւ ընդհանուր միջև գործողությունը շատ լավ կլիներ, որպեսզի գաղտնի պահվեր եւ ոչ թե այսպես հանրայնացվեր եւ մեր բերեր նորից ապտակներ, բայց Հայաստանի իշխանությունները կարծես թե ընտրել են մանիպուլյատիվ ինչ-որ մի ճանապարհ, ինչը իրականում իմ գնահատմամբ վնասում է միայն օգուտի փոխարեն եւ փոխանակ գործողություններ իրականացնել, փոխանակ օրինակ եթե ցանկանում են ինչ-որ անկախություն, տնտեսական անկախություն, լծակներ ձևավորել, այլընտրանքներ ձևավորել, ընդհակառակ խոսում են դրանց մասին, բնականաբար խոսելու դեպքում մյուս կողմից հակազդեցությունը չի ուշանում եւ շատ ավելի բարդ է լինում հետո այդ գործընթացը կազմակերպել։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Հարգելի լսադիտողներ, զրուցում էի քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, դուք դիտում եք գլխավոր թեման, տաղավարում Արթուր Աղաբեկյանն էր, հետևեք մեզ առայժմ։